Դուք դիտում եք բարի առավոտ հաղորդումը, որի ընթացքում մենք ունենք Պարլյուս Հայաստան էջը։ Շտեղ բարբարավ ենք խոսում, ինչ բարբար Արցախի համ ու հոտավ բարբարավ, մեր Հայաստան աշխարհի ամենատարբերվող բարբարներից մեկն է Արցախյան բարբարը եւ սա նաեւ շատ առիթ է մեր խոսքը պահելի հետի, մշակույթ պահելի հետի, դա մենակ մունք չենք անում, խելա մարդիկ կան վեր տարիներ շարունակ, նաեւ հենց Արցախում գտնվելու ժամանակ իրանք միշտ խոսալն Արցախի մասին ու սոր այդ խոսքը իրան մեջ տանող մարդկանցից մեկն է մեր տաղավարում համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Արցախցի հեղինակ Հերմինե Ավագյանն է։ Հերմինե, քեզ տինք ներկայացնում հեռուստադիտողներին, բայց էլի դու մզետի մեր անփոխարինելի լավագույն Հերմինե Ավագյանն ես։ Պարլյուս։ Բարի բաշոտ։ Շատ ուրախ եմ քեզ տաղավարում տեսնալի հետի։ Դուք ասած սա արդեն մի տարի կա այս ծրագրի եւ այսիմ քեզ ծրագրի ամենասկզբից միշտ հենսրել մեր մտքում վեր քեզ է պիտի տաղավար հրավիրենք, բայց ամեն անգամ ինչ վերստի նորություններ ենք լակզանց գնալիս, ասանք տեսնոս մի վաղ տակելու վեր Հերմինեն պատար ստոպ տա, գա մի անգամից ընդհանրացնենք, դասալ վեր չէ, տարին բրծնում ենք Հերմինեյավ, տարին սկսում ենք Հերմինեյավ, ամեն անգամ ինչ որ պենկա։ Հիմա վեզանդրացած։ Շատ սպասալչիկ լի, հա։ Հերմինե, առհասարակ ինչ կա չկա ուզում տեսնամ գործելությունցը, ինչը լավս Ես ուզում սկսենք մեր զրույցը, հնգերական։ Ես ուզում ասին վեր լավում եւ ուզում վեր դու լավնիս։ Իմ դեդոս վեր շատ կարդացած մարդայլար միշտ վերից տրամադրություն չար այդ վախտն էլ հարցնես սեսիա հունցս ես ասես մեկամ 5-ի դամ 6-ինչ ինքը ջղանանա է ասալ այդ երկու բառը դրանք հակաբառեր են Ես այդ բառը միշտ մենակ դեդու ես անեմ սկացա ասատա հակաբառեր են դու եթե նույնս փիսես վեր քեզ ասում են հունցս ասել լավում ու այնքան վստահ ասել լավում վեր լավինիս վեր միշտ մտած վեր դի լավինիս մենք դա հետ անկախ ամենից հա ես այդ սկզբունք անում առաջնորդում վեր լավ մտածինք լավնի ուզում դու վեր դի մտածիս փորձիս դինիս դա շատ դիժեր է բայց դա շատ կարևոր է Հերմին, քզնետ մուն կարին խոսինք կյանքից, քզնետ կարին խոսինք առհասարակ մարդու կյանքի ընկալումներից եւ բնականաբար քու հեղինակ գործունեությունից։ Մենք հենու մտածում եմ ավելի շատ ես խոսիմ քզնետ քու հիշողություններից, քու ապրած տարիներից, որտեղ վստահ վեր մխելա հետաքրքիր պեներոնից պատմելի, բայց եւ այնպես ուզում նախ սկսենք քու ստեղծագործություններից եւ այս պահին մեր սեղանին դիրվեց է Կապույտ տանիքներ գիրքը, որով դու 2024-ն ես ընդհանրացրալ, այսինքն մարդկանց 2024 23 կներես ընդհանրացրալ եւ մզես նվիրալ այդ Կապույտ տանիքները նախ ուզում մի քիչ խոսիս այդ գրքի մասին ինչա յուրան ինքը ներկայացնում եւ ինչա յուրան մեջ տանում այդ գիրքը գիրքը իմ երրորդ գիրքն է Եվ ներողություն 4-րդ գիրքն է բանաստեղծությունների ժողովածուը Դա իսկական հեղինակի պեներ է հաշիվ չանում ահա երրորդը կա էսա 4-րդը էսա 5-րդը Ես միշտ մտածում եմ ես սկսնակում միշտ մտածում եմ դա իմ առաջինն է այդ անկեղծում ասում դա ինձ այդպես դրթում է ես ավելի աշխատի ջանասիրաբար պատասխանատվորեն գիրքը բանաստեղծությունների ժողովածուը եւ ես իրական մտածում եմ դա գիրք հատրնալան ու 2023 թվականն է բանաստեղծությունները ծնվալ, իսկ գիտում եք ինչ թվական է շրջափակումն է Արցախի, եւ դեկտեմբերի 12-ին ես պիտի Երևանից քինայի 2022 թվական դեկտեմբերի 12 առավոտը սկսվում է այն հրապարակումները վեր թորքերը ճանապարհը կապվում են այդ պահին իշտեղալ էլ Ես այդ պահին ես պիտի Երևանից քինայի Ստեփանակերտ շնորհանդես պիտի անեինք մի հատ գրքի Գանձասարի մատնադարում ծրագրեր աշատիլալ համազգայինի իմ գործունեության հետ կապված ու լսում ենք վեճանապար փակա այսինքն կարել չենք քինանք նո մտածանք վեր երևի դա կարճ ժամկետ ավակը բացվի բայց դա տևալա ամիսներ ու այն վեր իմ հարազատներս դեղնլալ հատկապես մայրս ում հետ ես շատ կապվածում ու ես անդադ օզյալում վեր քինամ եւ քանի որ վեշ միջև հնարավոր չլալ քինալը այդ օրերի ծանրությունը նաեւ այդ
անորոշությունը, անզորությունը, նաև մեղավորության զգացումը, վեր ես իմ տեղումս չմլա, ես պիտի իմ տեղում ինիմ, իսկ իմ տեղը ընդեղ է, այն վեր կարծես քո հարազատ շատ հարազատ մեկը ծանր վիճակում է ու դու պիտի իրան կողքենից, բայց կարում չուս ոչ մի ձև քինաս, այդ զգացողությունը դա այդ բոլոր իմ ասած զգացողություններս միավորող մի հատ անբացատրելի զգացողություն է։ Դուք ճանապարհի կամրջի այն մյուս կողմը քլալ, դա ես գիտում եմ շատ ծանր զգացողություն է, բայց նաև այն վեր այս մյուս կողմում ինիլնել է շատ ծանր, վեր դու ոզմուս մին պենանից, բայց կարում չսանից։ Եվ այդ կարել չանելը ես փորձամ ինչ-որ ձևավ փարատիմ գրականությամբ ու ծնվալա բանաստեղծություններ, ավելի շատ ես դրանք նամակներում անվանում, որովհետև օրալալ բանաստեղծություն է ծնվել, օրալալ պատմվածք է ծնվել ու դրանք նամակները նլալ ուղված Արցախին։ Այդ օրվա իմ զգացողությունները ես այսպես ասած ազատվել եմ լալ բարերի միջոցով ու նորից գիշերը նորից այդ բարեր հավաքվել եմ լալ, հաջորդն ալալ ծնվելիս եւ երբ առաջին բանաստեղծությունը իմ Facebook-յան էջով համարձակվալ մեզպես այսած հրապարակիմ, ես տեսամ որ մարդիկ դրան շատ բուռ արձագանք կամրջի մյուս կողմից ու դա ինձ հետ շատ զարմանալի ալալ, որովհետեւ ես հակառակն մտածեմ իրանք ասնանան մուքստեղ էս 100 դարդու ցավոնինք, ինք ինքը բանաստեղծություն է գիրում, մեջում ներակսրալ բանաստեղծություն է գիրում ու ես դի անհամարձակորեն հրապարակալում, հա, առաջինը, որը մորս արալ ուղված, այդ բանաստեղծություն, բայց դա ընդհանրական է, դա Արցախին է ուղված, մայրս ու Արցախը մին կերպարի մեջ նելել ու սկսամ ես նամակներ ստանալը, մարդիկ կիսվում են պետ ու հետո նույնիսկ մի քանի օր վեր դադարում տվալ նամակներում լաստանալիս վեր էլ կավ էջ բանաստեղծություն։ Հիշտոր էր Հերմինե, մի հատ էր այնքան ավալ է շարունակել։ Ու գիտում եք զարմանալի ալար, ես մտածամ մարդիկ հացի հերթերում, լույս չկա, գազ չկա, ինչքան հոգևոր մտ աշխարհ կալի Արցախում վեր մարդիկ այդ հոգևորը կրում են իրանց մեջ ու օնին տրակարիքը փաստորեն գրականությունը բառը այն լույսն է վեր մարդուն ամեն պարագայում պետք է կապ չունենք ինչ դժվար իրավիճակում է ինքը օն այդ հոգևոր սնդի կարիքը ու Իսկ սալում շարունակաբար գիլը դրանից հետո արդեն նամակներ երկրին է այդ շարքը կոչվելիս իլալ մրցույթի մասին լսալ վեր Հայաստանի գրողների միությունում մեծն ներսես հիմնադրամն արալ հայտարարած ինձ առաջարկան վեր մասնակցիմ ես մտածացում եմ պիտի մասնակցիմ ուղղակի մտերի մարդիկ ասալն մասնակցե Եվ այդ շարքավ պոեզիայի գլխավոր մրցանակին արժանացար հետո արդեն մտածան գուցե հրատարակ գրքի միջոցով մարդիկ այդ օրերի նաև ինչ որ վավերագրություն էլ է մեջին իլալի դա մի կողմից նաև պարտադիր է հա մտածան երևի արդեն մենակ ինձ հետ չի եթե ընթերցողը դա ուզում է գուցե դա նաև իրան դառնա հրատարակվե ու այդ ժամանակ իմ շատ լավ բարեկամ ընկեր թատերագիր Նյու Յորքում դոկտոր Հրանտ Մարգարյանը ինձ տեղեկացրել է մեկ այլ մրցույթի մասին, որը Ամերիկայում կազմակերպվում ամենամյա կոչվում է Լիբրավեց ու այդ մրցույթին ներկայացրել է ինքը նույնիսկ առանց իմ իմացության այդ շարքը ներկայացրել է եւ դեռ գլխավոր մրցանակի արժանացալ եւ այդ Լիբրավեց կազմակերպությունը ստանձնալ է այս գրքի հրատարակությունը ու գրքի առաջին շնորհանդեսը կայացալ է Նյու Յորքում Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բայց իհարկե ինձ հետ դա շատ անսովոր է որովհետեւ իմ գրքի առաջին շնորհանդեսները սովորաբար Արցախում ալար կամ գրողների միությունում կամ գրադարանում Իսկ այն վեր առաջինը դա Ամերիկայում ալա ձևի գիտեմ կա մարդիկ ասիվա ինչ լավա բայց ինձ միգուցե բայց դրան տակ են ուրիշ պետք է այսինքն հենց աշխարհի երկրագնդի այդ մի կետից պիտի այս երկիրքի այդ շնորհանդեսիներ ու սկսե աշխարհը այս կողմից արդեն տարածվել միգուցե դա նաև այդ է գնում եք շնորհանդեսի ժամանակ մտնել վե շատ հուզիչ ալալ մած էկրանալա դիրած ու այդ պահին վարելիս ալալ միջոցառումը շնորհանդեսը էկրանին դուսյա
եկա մեր շենին նկարը եւ հարցա տվա ասալա գիտում եք սա շտեղա գտնվում ու մարդիկ տարբեր բիներն ասան Արցախում ասալա գիտում եք բայց այս շենին անումը ինչա ու հետո ինքը ասալա վեր շենը աշաննա ու ասալա ես սա ինչի հետ եմ ասում այս ամեն ինչի սկիզբը թե շենն է ասինքն թե շենի նարեջ այդ աղջիկներ չարիներ այդ գիմներ չարիներ այս գրականությունն էլ չարծնվել ու այսօրներ չարիներ ինձ դա շատ հուզիչ ու նաև սիմվոլիկ մի պենալար վեր իմ սկիզբն անդեղ ներկայացվավ Ես շատ ուրախ եւ հպարտ եմ քեզնով, որ դու ամեն հնարավորությունը օգտագործում ես խոսել քո հայրենի բնորանիդ մասին, աշանի մասին եւ նաեւ այդ դու, այսինքն գնահատում ես այդ ամեն ինչը, նաեւ կարծում շնորհակալ ես աշանին, որ իդեպ աշանն ես կյանքումս մեհետում իլայց ու դա երևի իմ կյանքիս ամենաերջանիկ հատվածն է, այն պատանեկան տարիներն է, որ ճամբարում քեզ հանդեղ ու շատ մեծ հիշողություններով ես եկամ աշանից, ցավոք հետո ավելի հասուն տարիքում ես ցրալ չմքինա, բայց ուրախում վերաշանա ասես դիլավ լուսավոր մարդիկա, լույս աշխարհ բերալի։ Հիմա ուզում վերադառնամ քո խոսքիդ առաջի հատվածին, վերասում ես դեռ մի հատ բառ օգտագործեցի, վերասում ես մունքնդեղ ինելավ, մունքնդեղ չինելավ, դա ես ինձ մեղավերում եմ գալիս, որ ես կամրջի էսմի կողմում եւ ես մեղավերում եմ գալիս։ Ու փորձալս այդ ամեն ինչը ոնց հասկանում գրքի միջոցով, չէ՞, քո այդ ոնց սրտիդ այդ ցավը այդ բացարանամ, այլ փորձամ ուղակի ինչ որ ձևով արտահայտվին դա։ Եվ դա տուալա իրան արդյունքը ոնց հասկանում, չէ՞, ժողովրդի կողմից այդ ամեն ինչը ընդունվել ու սիրվել է։ Ինչ ես մտածում, դա իր շարունակությունը ունենալու է, թե դրանով քզետ այդ թեման եզրափակված է։ Գիտում եք, ես այս բանաստեղծությունները գիրիլավ, այդ նամակները գիրիլավ, ես արդարացրալ չում իմ դեղ չինիլես։ Ես հիմա էլ անդադ մտածում, այսքան ծնվելուց հետո, վեր իմ տեղը, բոլորիս տեղը ընդեղ է։ Եվ այդ սկզբի գաղափարը վեր ըսացեր, դա շատ կարևոր գիտակցում է, վեր լող պիտի ունենանք։ Նախ պիտի մունք չկտրվինք այդ սկզբից, որովհետև պիտի գիտենք շտղա ենք սկսալ ու ինչ ենք թերի իրալ, ինչ գրենք ավելի լավն էինք, դի մարդ չկա վեր ինչ որ մի պեն ուրան կյանքում լող լավն իրաց։ Կա մեղավորության տարբեր չափեր։ Ես օրինակ իմ չափը անդադ զգում եմ։ Կա ուղղատար դիմաց բներ չի, բայց դա կարա նաև դիչի իներ։ Եվ կարծում վեր ամեն մեկս ու կապ չունի ես այդ պահին կամրջի ես կողմում մլալ։ Դա կարող են դեղել ինիմ, էլա զգայի այդ զգացումը մեղավորության։ Դա փիս զգացում չի։ Եթե մարդը տա ունեն, դա իրան դրթում է վեր ինքը անևեջ են, ինչու մինչև այդ ըրալա ու կապ չունի դա հիշ չափի սխալները։ Այն Ղարաբաղցու ասած ցխ այդ անգդերին թեմանալի ստեղ արդեն վեր գիդաս ու երկրորդ անգամ վեր այդ ամեն ինչը չկրկես, այլ ընդհակառակը այդ բացը լրացնես։ Հերմին եթե սա մենք փորձենք այդ կապույտ տանիքներից խոսենք, ինչ որ մի հատ հատված կա վեր գալիս ինձ շատ կարճ էս պահին ներկայացնես մոտավորապես։ Հա, թեկուս։ Ну դուզա մունքտի բեն չնքրալ վերասմա գյում չու տրամադրված ստրան թա չէ բայց թեկու շատ կարճ հատված Ես մամու գիրքնալա էս իրան սիազ բանաստեղծությունն էջներ ես Ոսմոս դերմանց հենց դա էլ ներկայացնես Դե ասեցի վեր նամակները սա կկարդիմ դե արդեն հերստադիտողը իրան կարծիքը կունենա ես ոզում չում են կխան չոր կարծիք ասիմ լավ ավատա տա կարել չում ես ասիմ տա Դե հա ամեն մարդ իրան մոտեցնում կունենա Աշխարհի ամենաբարձր կետը կարոտս է։ Այնտեղ ձմեռ է արդեն։ Ձմեռը սեպտեմբերին է սկսվել։ Մանկությունս լեռան վրա է մեծացել։ Հետո հեռացել է աննկատ ու ինձ մոռացել է լեռներում։ Աշխարհի ամենաբարձր կետը աշխարհի քարտեզի վրա չկա։ Իմ ներսի քարտեզում է, իմ ներսի լեռան վրա։ Այնտեղ մի ժամանակ մարդիկ էին ապրում։ Հիմա միայն ձյուն է։ Այնտեղ մարդիկ էին ստեղծում եղանակը։ Ես հավաքում եմ աշխարհի բոլոր քարտեզները ու թղթե ինքնաթիռներ եմ պատրաստում։ Իմ երկիրը ինքնաթիռներ չուներ, մերը միշտ թղթից է եղել։ Հիմա երկինք էլ չունենք։ Կարոտս ամեն օր երկինք է հորինում եւ թրջել է սովորում։ Ես դեռ հավատում եմ, որ կարոտս ձիթենու ճյուղով է հետ գալու։ Եվ ջրհեղեղից հետո աշխարհի ամենաբարձր կետը նորից իմն է լինելու։ Հետգրություն։ Ասեք նոյին, որ չմոռանա աղավնի բաց թողնել։ Էս մամուն ընտրած
Հա, էջանշանը լավ էջիներ դիրեց, այդ կարծած է։ Մի անգամից դի ամեն բառը շատ պատկերավորս է պատկերացնում ու պատկերավոր ստիկյամը աշկիտ առաջլի ես Երբ էր հավատ կավեջին։ Միգուցե ես են պահլավեր ասում խոսքեր չճարում հունց այդ ամեն ինչ մեկնաբանից արդեն պատկերացնում դեղ մնացած ստեղծագործությունները ինչ ֆորմատի մեջ է ու ես այս բանը քեզ խոստանում վեր ես պիտի այդ գիրքը սկզբից մինչև վերջ մի հատ լավ ուսումնասիրի Հերմին բայց անպայման ես ուզում սորվա մեր հանդիպումը օգտագործի դուզա ժամանակը արդեն քիչ է մնացալ բայց 2025-ներ դուս սկսալս եւս մեկ նվեր անելավ մզ եւս մի հատ ստեղծագործական գիրք թույլ տատի այսիմ չէ լույս աշխարհը եկա ծնվալա ու ներկայացվալա ավելի ճիշտ հանրությանը հրաժեշտի աչքերի մասին էր խոսինք վերը արդեն որի շնորհանդեսը արդեն իլայլա նաև կոզիմ սորվա մեր հանդիպումը օգտագործինք մի փոքր ներկայացնից նաև հրաժեշտի աչքերը ինչի մասին է միգուցե հետրանից հետո իրանցում կնանեմին սկսեմ կարդալ Նախ սկզբից ասեցի վեր գիրում էի եւ բանաստեղծություններ եւ պատմվածքներ Վերեքսետի որպես նամակներ այլ Արցախի Վերը ես նամակներ եմ անվանում ու այդ պատմվածքները ավելի քիչ այլացումելիս քան բանաստեղծությունները ավելի հաճախում էր գիրեից եւ այդ պատմվածքները մի կողմ այսպես տիրած է ելել հիմնականում շատ քիչ պատմվածքներ հրատարակվալ կայքերով այդ օրերին մի մասը ուղղակի մտածալ էր չուվետա կարող գիրք դառնա ու անցած տարի ամռանը նյումեկ հրատարակչության ամառային փառատոնն այլել, որի ընթացքում մինչև այդ մրցույթն էր իրանք հայտարարած Արցախի արձակագիրների համար ու վերջին օրն ալալ վեր ես գիտացամ դրան մասին եւ այսին վերուզաննա նաեւ այսպես ասած շատ ոգևորավ է մասնակցի այդ մրցույթին մի տեսակ Դուք միշտ յուր ոգևորում Հա, ուր լրացնում քանի որ ես մինը արդեն իլալա ես մտածամ լավ է դե ժողովուրդն անստայջան թաթ մրցույթների մասնակցում ասամ լավ է ես մինը մասնակցում չում համելտի ուժեղ չէ այդ պատմասներն բայց վերջը ռուզան եկաստիպա վերջը այդ պատմասները ուղարկի այդ մրցույթին ու եւ ուղարկալանք ու արդեն վեր մրցույթ ամփոփ վալա հաղթալա փաստորեն այդ պատմվածքները նյումերգի կողմից ինչի համար է շատ շնորհակալում այսինքն եթե չիներ այդ մրցույթը կարող այդ պատմածները ես դիել չհրատարակեի իհարկե դեռ երկու պատմվածքա վեր անցած նախորդ գրքից է բայց իրանց որոշումները վեր երկու պատմածքներ մեջը ընդգրկվե հիմնական թեման Արցախն է 2020 թվականից հետո այդ իմ ապրումները իմ տեսածը դեռ օրինակ պատմվածք կա որ կոչվում է վերջին ընթրիքը դեռ ներկայացնում եմ երբ նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո ես Արցախից կայսում Երևան ու անցում կացա Քարվաճարով տեսալում այդ վառվող տները տղամարդիկ ունցն իրանց տները վառում Ունդեղ շատ մին տեսարանալալ, որը հենց պատմվածքի առանցքային, այդ գրքի առանցքային պատմվածքն է դրալ, այդ հրաժեշտի աչքերը հենց դրան է վերաբերում, մին տղամարդ բոլոր իրանց տները վառել է սլալ, բայց մին տղամարդ իրան տանը ռչին սեղանալալ գցած, իրան ինչու իլալա ուտելիքներ են տանը ինչու իլալա կապած բիներ, ժինգյալ հաց, ջուկուն լող դիրացալալ այդ սեղան են ու սեսիալ եկեք նստացեք հացուն կոտում տանը անդամներին Եվ այդ շատ անսովորալ էր ու շատ ուժեղալ էր տեսարանը վեր ինքը ասալա ես իմ տանը ստիմ հրաժեշտամ ես օրիջև ոզում չում տանս հրաժեշտամ այդ պահին տատի շատ ազդեցիկ ալալ բայց դա պատմվածքատարալ շրջափակման օրերին Ես անդադ հիշել եմ լալ ինձ Արցախի հետ կապող տարբեր ամեն ինչ ու նաև պատկերներ տարբեր ու դա դրալա այդ օրերին է պատմվածք դրալ Փետրվարի 16-ին է գիտքին շնորհանդեսը նյումեգը կազմակերպալ ձմեռային փառատոնի ժամանակ իմիջիալոց այդ օրին նաև Ծովինար Բարխուդարյանի գրքի շնորհանդեսն այլալ իրան վկայություններին ինչ տեսալա Կարմիր շրթներ Վերջին կարմիր շրթները հա իրան օրագրությունն այլալ եւ ուրիշ Արցախի կանած ու միասին այլալ այդ երկու գիրքերի շնորհանդեսը եւ շատ ուրախում էր նման հնարավորություն անձեռնվել եւ շատ շնորհակալ եմ թե նյումեգին եւ թե ընթերցողներին որովհետեւ եթե այդ ամեն ինչ չիներ ես կարողա նաեւ
երկրորդ գիրքը որպես գիրք չծնվի։ Փաստորեն այսօր մենք որոշում ենք հրաժեշտի աչքերը եւ կապույտ տանիքները մեր պարտադիր ընթերցելու մեր ցանկի մեջ ենք ընդգրկում այդ ամեն ինչը։ Եվ Հերմինե, վերջում նաեւ որպես Կոզիմստի մի հատ հուշ պատմիս Արցախում ապրած քո կյանքի ժամանակահատվածից, այն ծնված օրվանից մինչև վերջին օրը, որ դու Արցախում ապրալս, ֆիզիկապես նաև, որտեղ հոգեպես մուքերը չէ, միշտ ամեն օր հենց գույնը Արցախում են գտնվում։ Վերը շատ տպավորվալ է քո մեջիդ ու դու գյումս որ դու դա երբեք մոռանալու չես։ Քանի տարեկաներ ինիս, քզնետ ինչ էր կատարվե, դու այդ ամենը միշտ աչքի տրչին է նկա։ Ընդհանրապես այն ինչ Արցախին հետ կապված, ես կարծում եմ դա երբեք մոռանալ չում, բայց կա առանձին ուժեղ պատկերներ, որ իմ նաև ստեղծագործություն ատարալ հետագայում ինձ հետ է կոնկրետ իրավիճակ։ Հա, ես երբեք իմ կյանքի ամենասուր զգացողությունը, որ ունեցալում մանկությունից, եթե սկսեմ, ամենաառաջին դա 94 թվականն է, այլ պատերազմը նոր վերջացած, ես արդեն իմ հորը կորցրած ու մեր գյուղը սքի մեջ, որտեղ համարյա բոլորի տները դժբախտությունը իլալա, կորուստներ կամ հարազատ կորցական ընտանիքի անդամ, ծանր շրջան է ու մեր գյուղ եկալա Սփյուռքից մի աղջիկ անունը Ձիա Վարդապետյան, ինքը եկալա մի տարի մնացա մեր տանը։ ու դպրոցում դասատվալ, ասինքն որպես կամավոր ուղղակի Ամերիկայից երակացա եկա մեր շենը։ Եվ իմ կյանքի ամենա այդ պայծառ բեները սկսա իրանից շփումից։ Վեր ես կյանքի սկսամ ուրիշ աչքավ եշիլը, վեր ես մտածան վեր կորուստներ չպիտի չարանամարդ։ Լավ հիշում վեր ինքը կոնֆետներ ալ բերած, գույնուզգուն կոնֆետներ ալալ, բերալա դե վախտը հվա գյուդում կոնֆետը ինչա մամաս ինչ որ բեներ ալալ սրքերից ֆոլգի մեջ պեն, բասկի Անտիրած կոնֆետ, ինքը պեցա վեր երկալ, ես դի զարմացած եշալում գիացաչում դե ինչա, ասմա կոնֆետա, ես մամուն ասում ես ինչա լի, բայց ինքս դի եշալում ասում իջ ղաշան գուներ ապեն, մենք հմանչալ բյուրան ասի վեր գիտեմ չում ինչա, ինքս սկսալ լացինիլի գլոխան գալ վեր, ու նաև զարմացալ վեր աշխարհում կա մի տեղ, վեր խոխեկը գիտեմ չում կոնֆետը ինչա։ Եվ նաև այդ ուրախությունը միշում որ այդ լոխ վակալում, այդ տոպրակը տարալ խոխոցը թաղեն, վակալ ասում եկիտս ու ոչ մի մտան չի ասում դե ինչա այդ ինչա անցանոթ տենալի վախում նա ես նույնպես վակերա ասում խոխեք արխային գերեք հա այդ տեսանն արվել իմ կյանքի ամենա ու շոկոլադի կոնֆետներ ալալ այդ տեսարանալ վեր ես ամբողջ կյանքում մոռանում չում ու վեր իմ խոխոցում ենք պատմում ասում տիպեն ալալ բեն ու նման պատմություններ վստահում ոչ միայն դու շատ ունիս նաև դի այլ նաև բոլորս ունենք դի պատմություններ եւ օրինակ մինի ես նման պատմությունները միշտ կարոտավում հիշում ու մարդիկ կան չէ վեր ասում են վեր շատ հիշողություններով ապրում եք ետ տրիկ բեն բայց մի կողմ ճիշտ է հիշողությունները չպիտի քեզ ցիկ տատանեն բայց հիշողությունը եթե չունենաս դու հաստատ ապագա չես ունենալու։ Հերմինե շնորհակալություն, ես քեզ լիքը հաջողություններում ցանկանում, ասում չում ամասը մին գիրք ծնվե, դա իհարկե ստեղծագործական ընթացք է, դա այն վերկյա իննական ալիստի ասած, ամեն դեպքում քեզ մեծ հաջողություններ ենք մաղթում ու վստահում ենք ու հվատում ենք քեզ վեր դու հաստատ քու գործունեության շրջանակներում միշտ ինենս բարձունքում եւ միշտ Արցախում քու մեջի տնելուս ու խուսերուս աշանին մասի կեցես ապրիս։ Ես եմ շատ շնորհակալ մի բան ասեմ, ես քեզի բտտնում հիշում են ուրախ միջոցառումներ, որ դու Արցախում վարել ես լա, հարսանիքներ, համերգներ ու ինձ դու այդ ուրախության խորհրդանիշն ես եւ շատ ուրախում ես հանդիպման հետ։ Ապրիս նմանապես ժողովուրդ տեսնում եք եւ միշտ ասում ենք մինս մինին կյանք տանք, մինս մինին ջերմություն փոխանցենք, սա հենց իմ ու Հերմինեի այս օրինակն է, որ շատ դեպքում պետք չի նույնիսկ բառերով այդ ամեն ինչը ասել։ Դիմացինի տաշկերում դու ամեն ինչ կարդում ես եւ տամս եւ ի պատասխան ստանում ես։ Փորձենք միմիայն լավը եւ մաքուրը փոխանցիկ մեկս մյուսին, որովհետեւ մենք առաջիկայում, ապագայում համատեղ ուժերով շատ կարեւոր ու հայրենանվեր գործեր ունենք կնելի։ Տամը սպասում ա ու մենք պիտի վստահ քայլերով քինանք պիտի տա։ Պարլյուս Հայաստան։